90-91 թվականին սկսված, ավելի ճիշտ 88 թվականին օպերայի Հայաստանի, Երևանի օպերայի հրապարակում սկսված շարժումը, որը քանդեց ի վերջո, բերեց սովետական միության քանդմանը, չի ավարտվել։ Եթե 90-ական թվականներին, 90-ականների վերջին տապալվեց եվրոպական մասը սովետական բլոկի, այսինքն Արևելյան Եվրոպան, հետո 91 թվականից Ռուսաստանը մնաց առանց Ղազախստանի, Ուկրաինայի, Բելարուսի եւ վերջի 0-ական թվականներին փորձեց Չեչնիայում, Վրաստանում, հետո նաեւ Ուկրաինայում եւ Հայաստանում Ադրբեջանի միջոցով վերականգնել իր ազդեցությունը։ Մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանին բերել է արդեն տնտեսական, ինչպես նաև դեմոգրաֆիկ, ինչպես նաև ռազմաքաղաքական եւ գաղափարական կոլապսի եզրին, Ռուսաստանը այլևս խաղացող չէ։ Ռուսաստանը հիմա այն դաշտն է, որը կիսելու են իրար մեջ թուրքական, չինական, մասամբ նաև արևմտյան մեծ դաշինքները։ Ռուսաստանը այլևս սուբյեկտ չէ, դա ավելի շատ օբյեկտ է։ Թրամփի կուրքերից մեկն է Ռոնալդ Ռեյգանը։ Նա քիչ է խոսում այդ մասին, բայց դա այդպես է։ Եվ հասկանալու համար Թրամփի իրական վերաբերմունք Ռուսաստանին պետք է գնալ մոտ 50 տարի առաջ, 72-3 թվականներին, երբ Միացյալ Նահանգները շատ անսպասելի Հենրի Քիսինջերի գաղափարներ դա կնքեցին դաշինք Չինաստանի, կոմունիստական Չինաստանի հետ սովետական միության դեմ։ Այսպես կոչված պինգ-պոնգ դիվանագիտության շնորհիվ։ Բայց այն ժամանակ Չինաստանը այսօրվա Չինաստանը չէր։ Իհարկե։ Այս ուժը եւ մեծությունը սովետական միությունն էլ այսօրվա Ռուսաստանը չէ։ Միացյալ Նահանգները հզորացան, չպակասեց նրանց հզորությունը, բայց նրանց ներսում հիմա շատ մեծ ճգնաժամ է հասունանում ֆինանսական նախ եւ առաջ։ Բայց վերադառնամ ինչ է անում Թրամփը։ Եթե 50 տարի առաջ Ռեյգանը ու Քիսինջերը արեցին փաստորեն այդ շատ էքստրավագանտ մի հնարք, սովետի դեմ հանեցին Չինաստանին, պոկեցին, ապա հիմա Թրամփը իրականում փորձում է հակառակն անել Չինաստանի դեմ օգտագործելով Ռուսաստանին։ Թրամփ-Պուտին այսպես կոչված սիրախաղը իրականում ունի շատ հստակ տնտեսական նպատակ։ Միացյալ Նահանգները բաց իրենց ռազմավարական, տնտեսական նախ եւ առաջ մրցակից են դիտում ոչ թե սովետական միությունը կամ Ռուսաստանը, այլևս Ռուսաստանը, որի տնտեսությունը 1-2 Միացյալ Նահանգների, այսինքն Թեքսասի եւ Կալիֆոռնիայի ներքին բյուջետներից փոքր է։ Միայն Նյու Յորքի բյուջետը $1 տրիլիոն է։ Դա նման է Ռուսաստանի ամբողջ բյուջետին։ Այդպես որ Ռուսաստանը մրցակից չէ, մրցակիցը Չինաստանն է եւ Չինաստանի դեմ օգտագործել Ռուսաստանը ժամանակավոր, դա Թրամփի փորձն է։ Կհաջողվի թե չէ, դժվար է ասել, կարծում եմ չի հաջողվի, որովհետեւ Ռուսաստանը հակված է Չինաստանի վասալը դառնալ։ Դա է ռուսական վերնախավի Դուգինի, Կարագանովի, ինչ որտեղ նաև Պուտինի բաց խոսույթը։ Այսինքն հարելու է դեպի Չինաստանի ստեղծվող բլոկը, ոչ թե Թուրքիայի Թուրանը։ Ոչ, 2007-10 թվականների ընթացքում Ռուսաստանը որոշել էր դեպի արևելք եւ հարավ գնալ, միաժամանակ փորձելով եւ Թուրքիան եւ Չինաստանը։ Այդ երկուսը իրար հետ կապելով Չինաստանը Ռուսաստանի միջոցով կապելով Թուրքիայի հետ, բայց թուրքերը ինչպես միշտ խաբեցին, չինացիներն էլ են խաբելու իհարկե, բայց չինացիները դա այդքան բացեիբաց եւ արագ չեն անում, իրենք շատ համբերատար են։ Իսկ թուրքերը շտապում են եւ կարծում եմ հերթական անգամ կարճ վերելքից հետո իրանք տապալվելու են, բայց այդ կարճ վերելքը տևելու է տարիներ եւ այդ տարիների ընթացքում Հայաստանը կործանվելու է, ինչպես 1920 թվականին կործանվեց մեր երկիրը ռուսական, ռուս-թուրքական ցնորք հանդիսացող սիրավեպի պատճառով։ Հիմա մենք տեսնում ենք նույնը եւ միակ ելքը դուրս գալ այդ պատանդի կարգավիճակից եւ մտնել Եվրամիություն։ Ահա ինչու՞մ է մեր անհամաձայնությունը։ Շատ պարզ մի գաղափար կար եւ մենք 2010, 11, 12 թվականին ասում ենք դա ցույցեր ենք անում 2019-20 թվականներին ասելով որ եթե եւ երբ որ Ռուսաստանը դուրս է գալու այստեղից, իսկ դա անխուսափելի է,
տեղը մտնելու են թուրքերը, եթե Հայաստանը չբերի այստեղ եվրոպացիներին։ Եվ Եվրոպան դա շատ լավ հասկացավ եւ մտավ այստեղ։ Հյուսիս-հարավով, դիտորդներով, առաջարկներով, Վրաստանով եւ ահա ինչին է դեմ հիմա Մոսկվան, Բաքուն եւ Անկարան։ Եվ փաստորեն Փաշինյանը, եթե հանկարծ Փաշինյանը դուրք տա Ալիևի պահանջներին։ Նա արդեն տվել է թուրքը եւ նա ստացել է երաշխիքներ, որ Ալիևը իրեն օգնելու է Էրդողանն էլ վերընտրվելու, ինչպես։ Շատ կոնկրետ բաներ ասեմ։ Ալիևը խոստացել է չբարձրացնել անկլավների հարցը, որովհետեւ իրենք արդեն որոշել են, որ Տիգրանաշենը լինելու է Քյարքի, իսկ Ոսկեպարը Ասկիփարը։ Ահա ինչու Փաշինյանը հանկարծ ասեց Արցվաշենը լինելու է հայկական։ Սա ծիծաղել է փոխարինել ռազմավարական երկու ճանապարհները դեպի Իրան եւ Սյունիք եւ դեպի Վրաստան։ Ինչ որ մի փոքրիկ անկլավով, որտեղ ոչ մի հայ չի գնա Ադրբեջանի խորքում, սա նույնը ինչ խոսել Արցախի եւ Արևմտյան Ադրբեջանի գաղափարների փոխանակման մասին։ Երկրորդը, թուրքերը գիտեք մտրակի եւ գազարի կամ կարկանդակի քաղաքականություն են վարում, ասում են մենք կբացենք սահմանը երբ կես տարուց, այսինքն ընտրություններից առաջ։ Սա է նույնպես։ Այո, իրենք այսինքն դրանով փորձելու են օգնել Փաշինյանին, որ նա ասի, տեսեք ժողովուրդ, ես խաղաղություն եմ ապահովել, ես սահման եմ բացել, այն որ դա ընդհանրապես Ռիբենտրոպի խաղաղությունն է, որը 38 թվականին ասաց, ես բերեցի ձեզ խաղաղություն, իսկ 1 տարի անց սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Միանգամայն ամեն ինչ պարզ է։ Մեր ժողովուրդը, մեր բարի ու միամիտ ժողովուրդը չի ուզում հավատալ, որ իրեն այսպես խտոց ստորձևով խաբել են։ Մարդիկ չեն ուզում վատին հավատալ եւ ինձ են մեղադրում կամ ուրիշներին, ովքեր ասում են այն, ինչ մենք համարում ենք ճշմարտություն։ Բայց տեսեք, երբ որ ամեն անգամ Եվրոպայից Փաշինյանը գալիս է Մոսկվա, զեկույց տալու, սա արդեն աշխարհագրություն չէ, սա քաղաքականություն է։ Փարիզից ու Բրյուսելից տարվա կեսին նա եկավ Մոսկվա եւ հայտ ներկայացրեց, չէ, Ալթայ անգամ, ներկայացրեց Շանհայյան կազմակերպության մասնակցության համար, մերժեցին Պակիստանի պատճառով, բայց պարզ է եւ այստեղ ով վերջուկը ճիշտ է, անհնար է միանգամից լինել Եվրամիության եւ Եվրասիական միության կամ Շանհայյան կամ BRICS-ի անդամ, ինչին ձգտում է Հայաստանը։ Անհնար է եւ փաստորեն այն բոցավառ եւ էյֆորիկ զեկույցները, որ հնչում էին Արարատ Միրզոյանի կատարմամբ կամ Փաշինյանը, որ մենք Գերմանիայում, մենք Ֆրանսիայում, մենք են արեցինք, ես մեր հաղորդման սկզբից, մեր խոսակցության սկզբում ասեցի, իրենց շատ պարզ 3 պայման են դրել։ Դուք այդ պայմաններին հետևում եք, եթե ոչ, ապա Չեխիայի դեսպան Հայաստանում շատ հստակ ասեցի իրականությունը։ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը այսօր օրակարգի մեջ չկա։ Ում պատճառով չկա։ Եվրամիության պատճառով ոչ։ Հայաստանի։ Չեխիայի դեսպանը պարզապես բացահայտեց Հայաստանի իրական նպատակները։ Բայց չէ որ վիզաների ազատականացման թեմա են քննարկում։ Բայց ինչ կապ ունի վիզայի Եվրամիություն, Հայաստան, այս վերջին փաստաթղթի մասին է, ինչ է վկայում այս վերջին փաստաթուղթը։ Սա վկայում է այն, որ Եվրոպան պատրաստ է ընդունել Հայաստանի։ Գուցե եւ Հայաստանն է պատրաստ դրա համար, երկկողմանի է դա։ Միայն Եվրամիությունը ինքը իրեն հետ չի ստորագրել, Հայաստանի հետ է ստորագրել։ Տեսեք, Համբուրգից Փաշինյանը օդանավը գնում է Մոսկվա եւ այնտեղ, տեսեք, կարծես թե ես սնապաշտ չեմ, բայց դժվար է չտեսնել այստեղ խորհրդանիշ։ Մոսկվայում ինքնաթիռը չի կարող նստել ուկրաինական դրոնների գրոհի պատճառով եւ մի քանի ժամ պտտվելուց Մոսկվայի արվարձաններում ինքնաթիռը գնում է Լենինգրադ։ Ես արդեն չեմ կարող անվանել այդ փարայեղ քաղաքը Սանկտ Պետերբուրգ, դա Լենինգրադ է։ Եվ այնտեղից այնուամենայնիվ համառորեն Փաշինյանը չի գալիս Երևան։ Նա այնուամենայնիվ գնում է Մոսկվա եւ այնտեղ նստած հյուրանոցի ըստ երևույթի համարում պատուհանի գոքին նա
կարծես թե չի նկատում ինչ ֆոնի վրա է սրտիկ անում եւ ռուսական շանսոն Բելի Ռոզի Ռաբիզ երգի տակ սելֆի է նկարում։ Նա նստած է Լուբյանկայի KGB-ի շենքի դեմ դիմաց։ Սա ուղերձ է։ Դա հենց կադրը այնպես է ընտրված, որ այդ շենքը երևա։ Այո, այսինքն սա ուղերձ է։ Փաշինյանն ասում է, տեսեք, ես Մոսկվայում եմ, Համբուրգից ես եկա Մոսկվա, KGB-ի շենքի ֆոնի վրա եմ նստած ու սրտիկ եմ ուղարկում եւ ես ձեզ բոլորից սիրում եմ։ Սա ձեռառնոց է ըստ երևույթին։ Ավելի կարևորը իհարկե ոչ թե նման խորհրդանիշները, թեև դա իհարկե կարևոր է եւ անտեսել դա պետք չէ։ Մարդը գրեթե անկեղծ ասում է ինչի համար է նա եկել։ Նա եկել է հերթական անգամ զեկույց տալու, որ ոչ մի բան Գերմանիայում, Եվրոպայում հերթական անգամ Հայաստանը չի փոխել եւ ահա ինչու հաջորդ իսկ օրը Մարիա Զախարովան անգութորեն անխիղճ ձևով ասում է, ախր դուք չեք դուրս եկել հապկից, բայց այդ մասին նաև Պուտինն է ասել, ինչ ենք մենք Զախարովային մեջ բերում։ Պուտինը մի շաբաթ քանի 10 օր առաջ Դուշանբեում էր, թե չեմ հիշում որտեղ, Qırğızstանում էր, ուրեմն դա Բիշկեկն էր, հա, ըստ երևույթին, ուղիղ հարցին Հայաստան եւ ՀԱՊԿ ասեց, մեր հայ գործընկերները, իսկ ով է Պուտինի գործընկերը Հայաստանում։ Ես չեմ, ոչ էլ դուք։ Փաշինյանը չէ ըստ երևույթին։ Մեզ ասել են, որ իրենք մնում են ՀԱՊԿ-ի անդամ, պարզապես ընտրել են այսպիսի ձևաչափ, չմասնակցել միջոցառումներին, բայց դուրս չեն գալիս։